Դանիել, մենք մեր նախորդ հանդիպմանն էլ, երբ որ ձեր տանն էի, պարզեցինք ու միայն այդտեղ չպարզվեց, շատեր են ասում, որ դու հայտնի ուշացող ես։ Այսօր մենք ենք եկել քո գրասենյակ ու մեկը դու հաջողացրիր, մենք X ժամ էինք պայմանավորվել, դու մի քիչ հետաձգեցիր։ Այդ չես պայքարում այդ բանի դեմ։ Ճշտապահության։ Դուք եք ուշ։ Մենք ենք ուշացել, մենք ենք ընդունում եմ, մենք էլ մի 15-20 րոպե ուշ եք անգամ։ 4 դասարանում դպրոց եմ գնացել Գերմանիայում։ Մյունխենում եմ որում, տենց ամենագերմանիայում էլի։ Եվ հա, այդ իրոք շատ մեծ թերություն է, որի դեմ ես պայքարում եմ, բայց ես պիտի ասեմ ինձ թվում է վերջին շրջանում ես ինչ-որ պրոգրես ունեմ։ Ով էլ է, հա, որտեղ որ ասես Գերմանիայում փոքր ժամանակ մանկական տրավմա է ճշտապահությունը, ամենձև խուսափում ես դրանից, այդ է։ Մենք գրասենյակում ենք քո ու հիմա շատ նայողներ, ովքեր գիտեն քեզ, ասում են էտա գրանտերը, Սորոսը եւ այլն, ուրա, ցույց տուր։ Սորոսը մեզ բացասարակության հիմնադրամներից, բացասարակության հետ փոխկապակցված կառույցներից մենք այս տարվա հունիսից կարծեմ սկսած փող չունենք։ Հա, այդ բաց ինֆո է։ Բայց դա ինչպես տեսնում եք, հա չէ, Կես կատակ էի ասում, էլի, բայց հա։ Չէ, դա գաղտնի բան չկա, ինչ էլ որ հիմա հայտնի չի, տարեկան զեկույցը հրապարակելու ենք, դրա մեջ է երևալ, գաղտնի բան չկա։ Ես ասում եմ, մեր մոտեցումները, մեր բաները դրանից չեն փոխվել։ Մեր մոտեցումները ոչ ձևավորվել են այն ժամանակ, երբ որ մեզ Սորոսի հիմնադրամը սկսեց փող տալ։ Ոչ էլ վերանայվել են այն ժամանակ, երբ որ էլ փող չունեցավ եւ դադարեց փող տալ։ Ոնց որ մեր մոտեցումներն էին, իրանց մոտեցումները բռնում էին եւ իրանք փող ունեին, տալիս էին, հետո դադարեցին իրանք էլ փող ունենալ, ամենից առաջնահերթությունները փոխվեցին, դադարեցին փող, բայց մոտեցումները մարդու գլխում չպետք է փողով պայմանավորված ձևավորվի։ Բայց ես տեսնում եմ չհրկիզվող պահարան, նույն ինքը սեյֆ, ինչ կա մեջ եթե գանի։ Չհրկիզվող պահարանում ասեմ, կնիկն է ընդհանրում եմ։ Որոշակի փաստաթղթեր դեն կազմակերպության գրանցման վկայական է, բան է, մի քանի լապտոպներ են, օրինակ կազմակերպության մի քանի աշխատողներ։ Դե լավ, մանրամասներ կարճ ասած, դա ուղղակի հա, բանի համար զուտ ֆիքսելու, որ սպասում եք, որ այնտեղ ծրցակներով փող կա, ես ասեմ, որ մեր կազմակերպությունում կանխիկ չենք օգտագործում հիմնադրման օրվանից։ Շատ ճիշտ մոտեցում։ 14 թվից հիմնադրվել ենք եւ ամեն ինչ անկանխիկ է մեր մոտ, ոնց որ ճիշտ մոտեցում, եկել այս մի պահն էլ հարցնեմ ու փոխենք զրույցի թեման, մագնիսներ կան տարբեր քաղաքներից, ես կյանքումս առաջ անգամ եմ տեսնում Չեռնոբիլից մագնիս։ Այո, որիշերը վերում են մագնիս։ Նյու Յորք, բան, Փարիզից Լոնդոնից Չեռնոբիլ։ Բրուտալ։ Իրականում ես 6-7 տարի առաջ էր Կիևում գործուղման էի ու ազատ 2 օր ունեի ու փորձեցի գնալ Չեռնոբիլ, էքսկուրսիաներ կան հենց Չեռնոբիլ, փորձեցի գնամ Չեռնոբիլ, պարզվեց նախապես գրանցվել էր պետք, տեղից էլ ուշացա։ Նախապես չգրանցվեցի, արդեն այդ օրերի համար էքսկուրսիաները վաճառված էին բոլոր, միակ բանն ինձ ասցին կարաս մագնիտիկ առնես, մագնիս առնես, Չեռնոբիլ ասցի լավ եկել հասել եմ ձեր գրասենյակ մագնիս տվեք։ Բայց Չեռնոբիլ տենց էլ չհասա։ Հա, պուպուշ բաները կան Չեռնոբիլ հետ կապված, մագնիսներ, սուվենիրներ, հայր ենթա բաժակ վրան ռադիացիայի նշանով բաժակ էլ կլինի։ Հասկացա։ Ռադիացիայի նշանով բաժակ շատ որպես նախկին չստացված ֆիզիկոս տենց բաներ շատ ունեն։ Հա, քո համար սովորական է։ Հասկանանք քո աշխատանքային օրը, հա, ինչով է զբաղվում իրազեկ քաղաքացիներ ՀԿ-ի նախագահը, երբ գալիս է աշխատանքի, ինչ եք անում այստեղ։ Ծրագրերի ղեկավար։ Ծրագրերի ղեկավար, ներողություն։ Իրականում ես այստեղ կարելի ասել երկակի դեր ունեմ եւ նաեւ դրանով պայմանավորված 2 նստելու տեղ ունեմ, հա, 2 նստավայր, այդպես կարելի ասել։ Երբ որ ընդհանուր կազմակերպության օրինակ վարչական կամ կազմակերպության համանման գործերով եմ զբաղվում, գալիս եմ այս սենյակ։ Սա վարչական սենյակն է, այստեղ նստում է գործադիր տնօրենը, այստեղ վարչական մասն է տեղակայված, հա։ Երբ որ ես աշխատում եմ
ժողովրդավարեցման վրա աշխատող թիմի հետ ոստիկանության բարեփոխումների, հակակոռուպցիոն բարեփոխումների ընտրական գնումներ այդ բլոկի հետ, որտեվ անձամբ ես ներգրաված եմ այդ բլոկի աշխատանքներում, էլի։ Ես գնում եմ իմ մյուս սենյակ, որտեղ որ այդ բլոկի ժողովուրդն է նստած։ Հենց առանձին վերցրած կաբինետ բան չունեմ, հա, այդպես բան կաբինետ քարտուղարի կոֆե դնող բան։ Բայց ես կներես ուղղակի ճշտելու համար ծրագրերի ղեկավարը, բայց դա ամբողջ նաև հիմնարկի ղեկավարն թե ՀԿ նախագահել ունի։ Ես ուղղակի քեզ միշտ գիտեմ որ ես ՀԿ նախագահ էլի։ Մեր մոտ sense իշխանության տարանջատում կա։ Հա։ Իշխանության տարանջատում երկու նույնիսկ ինչ որ առումով 3 անձանց միջև։ Հա։ Վարչական առումով ղեկավարում է կազմակերպությունը գործադիր տնօրենը։ Հա։ Դա ես չեմ։ Ես ղեկավարում եմ բովանդակային առումով։ Այսինքն, երբ որ տեսնում եք կազմակերպության անունից, օրինակ ինչ որ բովանդակություն։ Դեմքը դու ես մի խոսքով կազմակերպության։ Դեմքը ես եմ, բայց նաև բովանդակություն, հա, օրինակ կազմակերպության չգիտեմ, կազմակերպությունը ինչ որ մի տեսակետ է հայտնում, բան է հայտնում, էլի դա կազմակերպություն քննարկում ենք, բայց դրա այդ process-ի lead-ը ես եմ։ Եվ կամ երբ որ կազմակերպությունը մասնակցում է ինչ որ տարբեր ֆորմատներով բանի, էլի կամ ես եմ գնում, կամ ես եմ ինչ որ մեկին ուղարկում։ Եվ երրորդ մարդը, ով որ էլի ինչ որ բանի համար պատասխանատվական ղեկավարումը, դա փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիրն է։ Ինքը իր նեղություն ունի, դա փաստերի ստուգումն է, եւ ինչ եմ իրան հիշատակում, որտեվ ինքն էլ իր մասով էլի վերջին, այսպես ասած, վերջին խոսքը իրանն է։ Ոչ ես, ոչ աշխենը, օրինակ չեն կարա իրան թելադրենք, թե փաստերի ստուգման այս կամ այն նյութը ինչ գրեն, ինչ չգրեն։ Ինքը այդ առումով անկախ է։ Կարող է կողքից խելքի տանք, խորհուրդ տանք, հա, բայց այնց վերջերում շատ է լինում, որ ես ինչ որ մի բան ասեմ, ինձ ասեն, չէ, տենց չենք անի, ուժի ձև կանում են կամ նույնիսկ հակառակ կանենք։ Այդ ոնց որ այդ 3 ղեկավար, պաշտոն չասեմ, ղեկավար մարդիկ են, այսինքն կազմակերպություն իշխանությունը այդ 3 մարդու միջև է կիսված։ Հասկացա։ Վերադառնալով հենց բուն գործունեությանը, եւ շատ կարեւոր է, էլի, որ ինչ որ մի հոգի, մի անձնյա ղեկավարություն չի, ու մենք այն ինչ որ մենք փորձում ենք խրախուսենք երկրում, մենք նաեւ ունենք մեր կազմակերպության ներսում։ Հասկացա։ Ոնց հասկացա գործունեությունը բազմազան է, դրա համար կուզեմ ավելի քիչ կոնկրետ հարցեր տամ, հենց աշխատանքի հետ կապված, քեզ հետ կապված եւ ձեր կազմակերպության ամենահայտնի, այսպես ասած, երևույթներից մեկը դա դրոններով հաշվար կանելն է, երբ որ հավաքներ են լինում։ Այդ process-ը մի քիչ կնկարագրես ոնց է լինում, այսինքն դրոն եք ուղարկում, ինքը վերցնում է նկարներ, հետո ինչ ա լինում, նստում sense հաշվում եք, թե ոնց։ Նկարահանող թիմը գնում է հրապարակ, որտեղ որ միտինգը լինում է, փորձում է գնահատի, թե երբ է ամենամեծ քանակը մասնակիցների, որպես կանոն sense է առաջնորդում, որ գլխավոր բանախոսը երբ որ խոսում է, երբ որ կա ինչ-որ մեկը, որ ենթադրում է գլխավոր բանախոսն է, գլխավոր բանախոսի խոսքի, ասենք, կեսից, խոսքի ժամանակ։ Բայց նաև ելնում է, որ օրինակ միտինգի կազմակերպիչներն միշտ առաջարկում են, ասում են, ժողովուրդ, եթե դուք գնահատում եք, որ ուրիշ ժամ է ձեր պիկ ժամը, հարց չկա, որ ժամին ասեք, այդ ժամին հաշվենք, հա, որ հետո նաև հարց չլինի, բա արդյոք պիկը է, տեր պիկը է, չէ։ Նկարները գալիս են օֆիս, նկարները տրոհվում են մի քանի մասի։ Այս նկար եկավ հիմա։ Այս կոֆի մաշինը անջատվում է, միանում է, չգիտեմ ինչ անում, ինքը իրական, գիտեք, կոֆի մաշիններ եւ պրինտերներ, միշտ իրանց կյանքով են պրինտերը ու նկարը գալիս է այդ բանին գլխականակի։ Դրոնների նկարները տրոհում եք մի քանի մասի։ Տրոհում ենք մի քանի մասի, կախված միտինգի մոտավոր չափից, այսինքն եթե միտինգ փոքր է, կարող է քիչ տրոհենք, եթե մեծ է, կարող է տրոհենք 10-15 մասի, նաև փորձում ենք նախապես մոտավորապես գնահատել միտինգի, սպասվող միտինգի չափը, որ մարդկային ռեսուրսներ նախատեսենք դրա համար։ Դե որպես կանոն, այդ սա արդեն աշխատանքային ժամից դուրս է լինում։ Եվ պետք է նախապես որոշել, թե ովքեր են մնալու, հա, արտաժամյա։ Եվ այո, հատ-հատ հաշվում է։ Ոչ միայն հատ-հատ հաշվում ենք, այլ ամեն մեկի վրա, այսինքն ամեն կտորում, ամեն այդ որ բաժանել ենք մի քանի կտորի, ամեն կտորում, ամեն ցուցարարի վրա հերթական համար է դրվում,
Շատ հետաքրքիր աշխատանք։ Հա, ու այդ օգնում է, դե թվային գործիքներով է այդ հերթական համար արվում, բայց մարդը ինքը ամեն ցուցարարի վրա կլիկ է անում։ Այսինքն մարդն է ճանաչում, որ այդտեղ ցուցարար կա, ու այդտեղ ինժարց արհեստական բանականության գործիքները դեռևս չեն կարողանում այդ աշխատանքը փոխարինել այդ ճշտությամբ ամեն դեպքում։ Եվ դա ոչ միայն օգնում է, որ մենք ճշգրիտ թիվ ստանանք, դա օգնում է, որ ցանկացած սա ֆայլերը հետո հրապարակվում է, էլի, կայքում։ Այդ օգնում է, որ ցանկացած մարդը, որ կասկածի տակ է դնում մեր հրապարակած թիվը, կարա մտնի մեր կայք, մեր կայքում ընդ որում ուղեցույց կա, նույնիսկ ուղեցույց կա այն մասին, թե ոնց մեզ ստուգել։ Այդ ուղեցույցով բեռնի այդ ֆայլերը եւ մեզ ստուգի համոզվի, որ մենք ճիշտ թիվ ենք ասել, թե սխալ թիվ ենք ասել։ Բայց այդ հաշվելու համար առանձին հաստիկ չի, չէ՞։ Ենթադրում, թե առանձին հաստիկ։ Մենակ դրա համար է վարձատրը։ Չէ, առանձին հաստիկ չի, բայց երբեմն երբ որ մեծ միտինգներ են, որպես կան այդ հաշվելը հանրային կոմունիկացիայի թիմի վրա է, բայց երբ որ մեծ միտինգ է լինում, նաև ներգրավում են կազմակերպության մյուս աշխատողները, հա, կարող ասենք իրավաբանները, փաստեր ստուգող լրագրողները, թարգման իջման բոլորը տենց միտինգ, հա, երբ որ մեծ միտինգներ են, ասինքն հաշիվը գնում է տասնյակ հազարների վրա, այդ դեպքում ամբողջ թիմը ներգրավում է եւ դա կարա տևի մի քանի ժամ, այսինքն նույն զուտ հաշվելը, նկարել բան սաղ չհաշված զուտ հաշվելը կարա մինչև 2-3 ժամ տևի, բայց այդ ամենամեծ միտինգներն եմ ասում, ասենք չգիտեմ 30 հազար մարդ էլի։ Մի բան էլ հարցնեմ ու գնանք արդեն ուրիշ սենյակներում էլ տեսնենք ինչա կատարվում, այս քարտեզն է աշխարհում ազատության 24 թվական ճիշտ եմ հասկանում, եւ այստեղ մանուշակագույնով ոչ ազատներն են։ Ես ճիշտ եմ տեսնում այստեղից որ Հայաստանը մանուշակագույն է։ Չէ, Հայաստան դեղին է։ Դեղին, մասամբ ազատ, հասկացա։ Բայց սենց կղզի է, էլի։ Հա, լավ, հենա, ֆիքսեցի։ Հայաստան դեղին կղզի է, պետքա ձգտենք, որ դառնա կանաչ կղզի։ Հա։ Ընդհանրապես ցանկալի կլինի, որ կղզի չլինենք, մեր տարածաշրջանն էլ տենց կանաչ դառնա, բայց ասում հաշվի առնելով որ մեր ուժերը սահմանափակ են, գոնե Հայաստանը դարձնենք կանաչ շատ լավ կլինի։ Իսկ շանս կա, որ այդ մեր դեղինը սենց մի քիչ են, որ մի քիչ լավ չես ներկում կողքերից էլ սենց ներկա անցնում է մի քիչ սահմանից։ Այստեղ խնդիրը է նա, որ այդ դեպքում կարող է ոչ թե մեր դեղինը դուրս գա, այլ մանուշակագույնը գա։ Դրա համար թերթերով, սկոչով փակում ենք, հա, սենց։ Հենց որ չարժի։ Հասկացա։ Գնանք տեսնենք ինչ կա ուրիշ ստեղ։ Գնանք։ Ստեղ որ սենյակն է, ինչա կատարվում։ Ստեղ փաստերի ստուգման հարթակի թիմն է նստում։ Բարև ձեզ։ Փաստերի ստուգման թիմն է, ստեղ մեր մրցանակներն են։ Հա։ Դրոշ եւ մեր զենքը փաստերն են։ Մեր զենքը Կալաշնիկովի ավտոմատը ստեղ չենք բերել, դրա համար փաստերն են։ Դրա համար փաստերով, հասկացա։ Շնորհակալություն, ձեզ լավ աշխատանքային օր գնացինք։ Գնանք։ Դանիել, որտեղ ենք հիմա մենք։ Ես տեսնում եմ որ նկարահանող տեխնիկա եւ այլն։ Այս մեր սենյակն է, որը հիմնական նպատակը որպես դահլիճ է, բայց նաև ստեղ նկարահանում ենք տարբեր ֆորմատներ, ստեղ համ իրազեկ քաղաքացիների միավորման անունից հրապարակվող վիդեո քոնտենտն է գեներացվում, համ էլ փաստերի ստուգման հարթակի այդ ռիլերը, շորտսերը, փաստաչափ հաղորդումը, այդ ամեն ինչը էլի ստեղ է նկարվում, բայց հիմնականում այս սենյակը օգտագործվում է հանդիպումների, ժողովների համար։ Դիտումներից գոհ եք ռիլերի, շորտսերի։ Դիտումներից դե բավականին դիտվում է, որովհետև մենք հասկացանք, որ ապատեղեկատվությունը շատ ագրեսիվ է տարածում։ Մենակ Հայաստանում չի, ամեն երկրում եւ ապատեղեկատվությունը հերքելու համար գրել նյութ, այդ նյութը դնել կայքում եւ ակնկալել, որ դա շատ մարդ կտեսնի, մի քիչ միամտություն է, պետք է մի քիչ ժամանակակից ֆորմատներ էլ ունենաս եւ դրա համար թրիլերի չեք գործում դուք էլ ագրեսիվ լինեք։ Դե փաստերի ստուգումը չի կարա ագրեսիվ լինի։ Փաստերի ստուգումը չի կարա, օրինակ, ինչ որ կեղծ մոլորեցնող վերնագրերով մարդկանց ներգրավվի։ Փաստերի ստուգումը չի կարա այսինքն ինչ են անում հաճախ ապատեղեկատվություն տարածողները, ինչ որ կեղծ սենսացիոն
վերնագրերով են մարդկանց գրավում։ Բայց հանուն Փաստերիստուկման ամբողջ նպատակ, ամբողջ իմաստը է նա, որ կեղծ բաներ չես տալիս, իսկ իրականությունը որպես կանոն սենսացիոն չի։ Եվ դրա համար դու պետք է միջոցներ ձեռնարկես, որ այդ երբեմն ոչ այդքան հետաքրքիր եւ երբեմն տաղտկալի իրականությունը մարդկանց ներկայացնես։ Սկանդալների հետ կապված այդ դու ես հաճախ լինում այդ on-line սկանդալների կիզակետում կոմենտներ վատ եւ այլ, ինչ ասես։ Ինձ հետաքրքիր է հոգեբանորեն դա քո վրա ընդհանրապես ազդում է թե չէ։ Թվում է ժամանակի ընթացքում ընտելանում ես այն մտքին, որ այո, լինելու են մարդիկ, որոնք քեզ մեղադրելու են աշխարհի մեղքերի մեջ։ Ես հիմա չեմ խոսում այդ մեղադրանքների արդարացության, ոչ արդարացության։ Զուտ հետաքրքիր դու հոգեբանորեն ինչքանով ես էլի դրան։ Պետք է ասեմ, որ ընտելանում ես, ժամանակի ընթացքում ընտելանում ես դրան, բայց այս վերջերս շատ հետաքրքիր կուրիոզ եղավ։ Ուրեմն մեր դրոնի օպերատորին հարմար չէր հանրահավաքներից մեկը նկարել եւ ես ուտի իմ ընկերներից մեկին, ով որ մեր ոլորտի հետ կապ չունի, բայց ինքը դրոն քշել գիտի, խնդրեցի, որ ինքը ուրեմն մեզ օգնի այդ հանրահավաքներից մեկը նկարի։ Վերջը նկարեց, տվեց, մնացած ամեն ինչ այստեղ արեցինք, ոնց որ արդեն ասացի։ Եվ հետո համացանցում էլ տարածվեց, որ այս ժամին չի նկարվել, շուտ եք ասում, ոչ թե ժամը 6-ին է նկարվել, այլ եկել եք 2 ժամ շուտ եք նկարել։ Ու այդ իմ ընկերս, ով որ ինչքան մեր դաշտից չի, բայց լրատվությանը հետևում է։ Նենց ծանր էր այդ ամեն ինչ տան, ասում էր Դանիել, ես ինչ են ասում, ես եմ նկարել, ես ոնց են ասում, որ ուրիշ ժամի ես նկարել, ես եմ եղել, ասում եմ դե ընկեր։ Հա, բարի գալուստ մեր ոլորտ։ Բայց վերադառնալով քեզ ինչ որ ձևեր ունես, չգիտեմ, պայքարելու այդ ստրեսի դեմ, կամ ինչ որ բաներ ես անում, որ դժվար չտանես։ Չէ, որ ասեմ, ինչ որ ստրեսի դեմ պայքարելու ձևեր ունեմ։ Չկա ստրես ընդհանրապես, այդքան այդ ծավալի բաները։ Չէ, ես երբեք չեմ ասի, որ դա հաճելի է, իհարկե հաճելի չի, բայց ամեն դեպքում որ ասեմ ինչ որ կոնկրետ sense ձևեր ունեմ, ինչ որ գաղտնիքներ ունեմ ստրեսի դեմ պայքարելու, որ կարող եմ կիսվել։ Չէ, բայց ունեմ հոբիներ, որոնցով որ զբաղվում եմ, ինչը օգնում է։ Ամենակարևորը շաբաթվա մեջ գոնե, եթե ոչ մի օր, ապա գոնե կեսօր, իսկ ցանկալի է մի օր պոկվել այս ամեն ինչից, պոկվել նորություններին նաև հետևելուց եւ զբաղվել ցանկացած ուրիշ բանով։ Հա, դա կարող լինի տանը խոթընձել, դա կարող լինի, չգիտեմ, հրաձգարանում կրակել, դա կարող լինի ինչ որ մի հետաքրքիր տեղ գնալ, հազար ու մի ուրիշ հետաքրքիր զբաղմունք կարող լինի, չգիտեմ, ավելի պասիվ գիրք կարդալ, կինոն այլ, բայց ինչ որ հանգիստ տալ, հա, ներվեն համար։ Ինտերնետից կտրվել կարևոր, ոնց հասկացա ամենաշատը։ Դե, հա։ Հասկացա։ Եվ այնց կապված քո էլի անձի շուրջ պատտվող տարբեր թեմաների, այս թեմայի շուրջ մեր հասարակության կարծիքի ինձ այսպես թե այնպես միշտ հետաքրքրել է, բայց դու այն ամենահարմար մարդն ես, ում հետ կարելի է սա քննարկել։ Խոսքը ես ուզում եմ հասկանամ, թե տարբեր մարդիկ ինչ սահման ունեն իրենց համար գծած մատնության եւ պատասխանատու քաղաքացի այս երկու տերմինների միջև։ Մտ օրինակ բերեմ, հա, հիմա շատերին որ փողոցում հարցնես, եթե պատուհանից տեսնես քո դիմացի հարևանի տունը գողություն է կատարում, կզանգես ոստիկանություն, թե չէ։ Շատերը կասեն, հա, շատերն կասեն, չէ, վստահ եմ, ես նույնիսկ հարցրել եմ իմ ծանոթների շրջանում։ Մենք դրա հետ կապված սոցհարցում ենք։ Հա, ամեն մարդ ինքը իր մեջ սահմանը գծում է, բայց նաև կա օբյեկտիվորեն մատնություն, չէ՞, կան մարդիկ, որոնց կարելի է երևի թե անվանել մատնիչ։ Հիմա չգիտեմ դա իրավաբանական տերմին է թե չէ, բայց կա։ Դու քո համար ունես այդ սահմանը, այսինքն ոնց ես տարբերում մատնությունը պատասխանատու քաղաքացի լինելուց եւ որտեղ է այդ սահմանը ավարտվում։ Այստեղ ինձ թվում է ամենակարևորը հետեւյալն է, դու իրավապահներին կամ պետությանը, հա, հայտնում ես մի արարքի մասին, որը խնդրահարույց արարք է, թե որը զուտ տեխնիկապես ապօրինի արարք է, հա։ Եթե գիշերվա ժամը, չգիտեմ, միլիոնին ինչ որ մեկը չսահմանված վայրով փողոց անցնի, որտեղ մոտակայքում, չգիտեմ, ընդհանրապես ավտո չլինի, հա, դրա մասին, չգիտեմ, զանգել ոստիկանությունից, լավ, այստեղ մեկը ապօրին տեղում փողոց, ոչ մի
ոնց ասեմ, տեխնիկապես ապօրինի էր, բայց որ ասեմ վատ բան կար չէ։ Բայց դա մատնություն է, եթե դու զանգես այդ բանը։ Դե եթե գիշերվա միլիոնին փողոցը անտեղի անցնող մարդու մասով զանգես էլի, նենց չի որ սխալ բան է, սա բայց միգուցե չարժի, որտեվ այդ մարդը ոչ մեկի չէր խանգարում, ոչ մի վտանգավոր երթևեկության համար վտանգ չէր ստեղծում։ Հա, բայց եթե տեսնում ես, որ ինչ որ մեկը ճանապարհային երթևեկության համար լուրջ վտանգներ է ստեղծում, եւ դա օրինակ նկարում ես հատուկ application կա road control ակոչում, այդ application-ով նկարում ես որ ան տուգանեն, դա դու լավ բան ես անում, որովհետեւ այդ մարդը կտու գանվի հաջորդ անգամ երթևեկության համար վտանգներ չի ստեղծի, որովհետեւ երթևեկության համար վտանգը կարող վերջանալ ինչ որ մեկի այդ թվում մեր հարազատներից ինչ որ մեկի մահով օրինակ։ Ստեղ որտեղ է ճշգրիտ այդ երկու բաների արանքում սահմանը անցնում, մի քիչ դժվար է գնահատել ճշգրիտ սահմանը։ Որտեվ ես երկու հակառակ ինչ որ առումով ծայրահեղություն բերեցի, էլի։ Այդ ծայրահեղություններով հենց հեշտ է բարձրել, բայց իրավաբանորեն կա սահման օրինակ։ Չէ, իրավաբանորեն հետեւյալն է, իրավաբանորեն եթե նայենք, իրավաբանորեն մատնություն բառ չկա, չէ՞ ոնց հասկանում։ Նույնիսկ գիշերվա միլիոնին փողոց ապօրին տեղում հատող անձի վերաբերել հայտնելը եւս չէ, իրավաբանորեն մատնություն բառ կա եւ դա քրեական օրենսգրքում օրինակ կա սուտ մատնության հոդված։ Դա դրում է որ եթե դու իրավապահ մարմիններին սուտ հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդում ես տալիս, դրա համար դու պատժվում ես։ Դա արգելված արարք է։ Իսկ ուսումնասիրություններ ունեք մեր հասարակության դեպքում, հա, որն է ճիշտ բալանսը։ Մի հատ ուրիշ օրինակ էլ բերեմ, ասենք մեկի հարևանները աղմկում են շաբաթներ շարունակ, տանն էլ երեխա կա կամ հիվանդ մարդ կա։ Գնում խոսում են, ասում են լավ էլ չեն կանի, անում են, խոսում են լավ էլ չեն կանի, անում են։ Հիմա այդ մարդը ինչ անի, զանգի ոստիկանություն, ինչի, չզանգի տուժում է կոնկրետ։ Բավականին դժվար է, ուստեղ ես խնդիրը խորքային է, ինձ թվում է այս խնդիրը կբաժանամ երկու մասի։ Մեկը այդն է, որ մենք դարերով չենք ունեցել պետություն եւ դարեր շարունակ մեզ կանոնները, որոնցով որ մենք ապրում ենք, այդ կանոնները մենք չենք ստեղծել։ Մեզ ինչ որ մեկը եկել այդ կանոնները թելադրել է։ Նույնիսկ եթե այդ կանոնը շատ տրամաբանական կանոն է, օրինակ կարմիր լույսի տակ չքշել, կանաչ լույսի տակ քշել։ Միևնույնն է, դա ինչ որ մեկի թելադրած կանոնն է։ Եվ քանի որ ինչ որ մեկ քեզ կանոնները թելադրում է, իսկ այդ կանոնների մեծ մասը որ քեզ թելադրում են, ընդհանրապես քո շահերից էլ չի բխում։ Հա, կարմիր լույս, կանաչ լույսը քո շահերից էլ է բխում, բայց կանոնների զգալի մասը, որը օրինակ քեզ օկուպացրած իմպերիան թելադրում է, զգալի մասը սկի քո շահերից չի էլ բխում։ Կանոնների չհետևելը, կանոններ խախտելը, կանոնների խախտման մասին օրինակ ոստիկանին, որը համարվում է մետրոպոլիայի ներկա, առհասարակ ոստիկան բառը հայերեն եթե ճիշտ եմ հասկանում, արաբականը, որը ասում են հարկահավաքներին, դեպ ինքը բացասական իմաստուն է։ Այո, իմպերիայի ներկայացուցիչը քեզանց հարկա։ Այս ոնց որ ընկալվում է որպես վատ երևույթ։ Թշնամի ինչ որտեղ նաև որոշ մարդ։ Հա, եւ եթե ինչ որ կանոն է, որը եկել է ինչ որ մեկը քեզ թելադրել է այդ կանոնը, այդ կանոնը քո շահերից չի բխում, եւ այդ կանոնը պարտադրողն էլ ինչ որ թշնամոտ մեկն է, հա, պարզ է, այդ կանոնը խախտելն էլ ամոթ չի, այդ կանոնը խախտելը կարա նույնիսկ պատվաբեր լինի, իսկ կանոնը խախտելու մասին այդ թշնամուն հայտնելը, քեզ օկուպացրած թշնամուն հայտնելը ամոթալի արարք է։ Բայց երբ որ դու ունես մի իրավիճակ, որտեղ կանոնները դու ես գրում, դու որպես հասարակություն ձևավորում ես օրինակ խորհրդարան, այդ խորհրդարանը ընդունում է կանոններ, կամ օրինակ որպես հասարակություն ընդունում ես սահմանադրություն, որտեղ կանոնների ամենակարևոր մասն է գրված, եւ այդ կանոնները հետևելու համար ստեղծում ես իրավապահ մարմիններ, արդեն այդ կանոններին հետևելը դառնում է հանրային շահից բխող։ Եվ այդ կանոններին հետևել չհետևողները, այդ կանոնները խախտողները հանրային շահի դեմ են գործում։ Այսինքն այս տրանսֆորմացիան ոնց որ այս տրանսֆորմացիան եղել է, բայց մարդկանց ընկալումներում դեռ հին ընկալումները մնացել է։ Սա մի մասն է, եւ մյուս մասը դա իհարկե իրավապահ մարմինների աշխատանքն է, որ հիմա դու ենթադրենք զանգես ոստիկանություն, ասես հարևանը սաղմկում է։
Արդյոք ոստիկանությունն ինձ կաշխատի, որ դրանից քո կյանքը կհեշտանա, թե ինձ կանի, որ այլ ավելի շատ գլխացավանք կունենաս։ Սա շատ կարևոր բան է։ Դե եթե զանգես ոստիկանություն, ոստիկանը գա հարևանի դուրը թքթքացնի, ասի, գիտես հարգելի քաղաքացի, դու աղմկում ես, դու չպետք է աղմկես։ Առաջին անգամ ես քեզ զգուշացնում եմ, բայց երկրորդ անգամ ես քեզ 20000 դրամ տուգանում եմ, որտեվ հարևաններ թողես որ քնեն։ Չասի թե որ հարևանն է զանգել, անտեղի չասի, գիտես, այն հարևան մհերն է զանգել։ Հա, դա մի իրավիճակ է։ Ուրիշ իրավիճակ է, որ ոստիկանը գա, չգիտեմ, շատ վատ իրան պահի, շատ բռի իրան պահի, մի հատ էլ ասի ես վատ եմ պահում, որտեվ մհերն այն զանգել։ Հետո էլ մի հատ էլ քշերվա ժամը 3-ին քո դուրը ծեծի, քեզ քնից հանի, ասի այ մի հատ էլ բացատրություն գրի, որ ես եկա, բան, ասես 70 անգամ կփոշմանես, որ դու այդ ոստիկան դիմ։ Ես էլի երկու ծայրահեղ տարբեր մոտեցումներ բերեցի իրականությունը այդ երկուսի արանքումը։ Բայց շատ կարևոր է, որ նաև ոստիկանության եւ իրապահների աշխատանքը նենց լինի, որ չփոշմանի, որ ոստիկանությունը հազանգեց։ Ես ինչի քեզ հարցեր տվեցի, որովհետև մենք ուզում ենք նաև մեր հյուրերի աշխատանքային փիլիսոփայությունը որոշ չափով հասկանանք, այսինքն ինչի վրա հիմնվելով են մարդիկ անում են գործը, որը մենք տեսնում ենք, դրա համար ինձ թվում է որոշ քո մոտեցումներ հասկանալի դարձան ու այսպեսի մի հարց վերջում պատկերացնես քեզ այլ պաշտոնում, այլտեղ աշխատելիս այլ ոլորտում ինչ-որ մի օր բարդ հարց է։ Իրականում հարց է, որի մասին երևի ցանկացած առողջ մարդ մտածում է ու պարբերաբար է մտածում, ճիշտ ասած չէ, ճիշտ ասեմ ավելին։ Բառացիորեն 3 երեկոյան ինձ զանգեցին, ասեցին այ Շվեյցարիայում սենց հետաքրքիր աշխատանք կա, հետաքրքիր հաստիկ կա, կարող է գնաս, որ ասեմ, որ բայց բան է, ընդհանրում է մի տարով է, արտագաղթել չի ընդհանրում, բայց սենց մտածի ասեցի չէ, եւ այստեղ հետևյալն է հարցը, իրականում այս աշխատանքը, մարդ իր աշխատանքը սիրի։ Թե մարդ իր աշխատանքը չի սիրում, աշխատանքը չի ստացվելու, առավելևս եթե այդ աշխատանքը տեխնիկական աշխատանք չի, էլի։ Ու ես իրոք սիրում եմ այն ինչ որ ես անում եմ։ Եվ ես կարծում եմ, հույսով եմ, որ մեր թիմում բոլորն են սիրում այն ինչ որ իրանք անում են, ինչ որ մենք թիմով անում ենք։ Ու այդ ամենակարևոր բանն է, որովհետև ինձ թվում է այս թիմում աշխատող ցանկացած մարդ կարա դուրս գա եւ ուրիշ տեղ ավելի բարձր վարձատրությամբ աշխատի։ Իր փորձառությամբ, իր շատ բանով ուրիշ տեղ ավելի բարձր չեմ կարծում որ թիմում տենց մարդ կա, որ ուրիշ տեղ ավելի բարձր աշխատավարձ չի կարա ստանա։ Բայց մարդիկ մնում են ստեղ եւ այդ խոսում նրա մասին, ես դուր է գալի ինչ որ մենք անում ենք։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։